Պարոն վարչապետ, Բերլինում պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի դեսպանը ձեզ հարց ուղղեց, թե երբ է Հայաստանը փոխելու սահմանադրությունը, դա անվանելով վերջին խոչընդոտը խաղաղության կնքման ճանապարհին։ Ուզում եմ հարցնել մեզ համար Ադրբեջանի կողմից կա խոչընդոտ խաղաղության պայմանագիրը ստորագրելու այսօրվա դրությամբ, եթե հենց Ադրբեջանը դադարի պայմաններ առաջ քաշել։ Կներեք, վերջին հատվածը լավ չհասկացա։ Փաստացի այս պահին ըստ իմ տպավորությամբ մեզ խանգարում է պայմանագիր ստորագրել հենց Ադրբեջանի առաջ քաշած պայմանները։ Դե մեզ ոչ թե խանգարում է պայմանագիր ստորագրել, հիմա մենք աշխատում ենք ու մենք պայման չունենք խաղաղության համաձայնագիրը ստորագրելը, Ադրբեջանը այդքան էլ պարզ չի, պայման ունի, պայման չունի եւ այլն, որովհետեւ այդ թեմաները իրենք առաջ են քաշում եւ մենք այդ թեմաների հետ առնչվում եւ առերեսվում ենք եւ դուք այնտեղ եթե ներկայեք ես մեր պատասխանում ամբողջական ներկայացրի մեր դիրքորոշումը, որովհետեւ հարցը ինչ է, ես պարզ հարց եմ տալիս, ասում եմ ուզում եմ հասկանամ Ադրբեջանը ուզում է որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեվ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հիմա այդտեղից երկու տարբերակ կա, կամ սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել ազգային ժողով եւ վավերացնել։ Երբ որ վավերացվում է համաձայնագիրը ազգային ժողովում, սահմանադրության 5-րդ կետի, կարծեմ 3-րդ մասի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերի եւ մեր ներքին օրենսդրության մեջ հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրը ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարող տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Ինչու՞։ Որովհետև այդ համաձայնագրի առաջին հոդվածում, որ արդեն հրապարակային փաստաթուղթ է, գրված է, որ ելնելով այն իրողությունից, որ խորհրդային միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը։ Երկրորդ հոդվածում ասվում է, որ այդ հենքի վրա կողմերը միմյանցից չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել տարածքային պահանջներ։ Մեկ ուրիշ հոդվածում ասում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրության վրա տվյալ համաձայնագրի ի կատար ածումը ձախողելու համար որպես արդարացում։ Հետևաբար, երբ որ այս համաձայնագիրը վավերացվում է, Հայաստանը ուզենայել չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։ Այս առաջինը։ Երկրորդ տարբերակը որոշումը որ չի համապատասխանում։ Համաձայնագիրը մեր սահմանադրությանը։ Ես այդ ժամանակ ասել եմ, որ ես ինքս ասում եմ, որ այդ դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, որովհետև կարծում եմ, որ ձեռք բերված խաղաղությունը այնպիսի արժեք է, որ ասում են, որ պետք է ամենօրյա խնամք տանենք եւ խնամք տանենք, որ արժի գնալ եւ այդ փոփոխությունը անել։ Բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասել, գիտեք ինչ, եկեք սահմանադրությունը փոխենք։ Ինչու՞։ Որտեղ Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմատի հռչակագիրը, որը հիշատակված է իդեպ խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Հետևաբար ինչի փոխենք մեր սահմանադրությունը։ Կստացվի, որ մենք քմահաճույքի համար
ուղղակի փոխում ենք սահմանադրությունը։ Իսկ քմահաճույքը, բա որ դրանից հետո երկրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, բա որ դրանից հետո երրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, ու չորրորդ ու այդպես շարունակ, ինչ ենք անելու։ Այսինքն այս նրբությունը պետք է հաշվի առնել, բայց իհարկե նաև մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել ու չենք քննարկում մեր սահմանադրության հարցը, որտեղ համարում ենք, որ դա մեր ներքին հարցն է։ Եվ մեր ներքին հարցի տրամաբանությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն համաժողովի վերջին հռչակագրում մենք անդրադարձ ենք ունեցել նոր սահմանադրության ընդունելու օրակարգին, որի իմիջայլոց մենք որդեգրել ենք դեռ 2018 թվականից, ասելով, որ թողենք այս սահմանադրությունը մի հատ հասկանանք խորհրդանական կառավարման մոդելը լավ է, վատ է, որովհետև այդ ժամանակ 18 թվին, երբ որ ես դարձա վարչապետ, երկու ամիս էր սահմանադրությունը ուժի մեջ մտել, հələ հոդվածներ կային, որ դեռ նոր պետքա մտնեին ուժի մեջ։ Ընդհանրապես ուրիշ բանի մասին կարող եմ ասել, օրինակ ես ծանոթացա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստան-Եվրամիության ռազմավարական օրակարգի հռչակագրի հետ կապված, եւ տեսեք, ես ինչ իրավիճակ եմ տեսնում։ Իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է վայ գրած է Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում ներողություն 25 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որտեւ ես արդեն ասել եմ բաց հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետեւ ասում են, բա պիտի վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի։ Մենք այսօր մեծ ծրագրեր ենք անում, իմիջայլոց ասեմ, որ ասում են, այ պետական պարտքը ավելացել է, այս նորը ազգային ժողովում առիթ ունեցա ասելու։ Երկու ուղղություն կա պետական պարտքի ավելացման։ Մեկը զինտեխնիկա, սպառազինության եւ տեխնիկայի գնումը, պաշտպանական կապիտալ ծախսերը, երկրորդը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր ժողովրդի կարիքները, որովհետեւ երկուսն էլ մեզ համար մեծ ու միանգամից անհրաժեշտ ծախս է։ Մենք այդքան ծախսը անում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Որովհետև եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ, եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետեւ այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես գիտեմ, որ դա ցավոտ թեմա է, բայց ես քանի որ արդեն ուղերձում ասել եմ դա, ես դա չի կարա ուղղակի շարունակություն չունենա։ Այդ թեմայի շարունակությանը խանգարում է արևմտյան Ադրբեջանի եւ այս կարգի ինչ որ խոսում, ինչ արևմտյան։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետքա դա ամբողջական իրականացնենք։ Այս այն պատկերացրած ճանապարհը։ Բայց էլի մեկը ասում եմ, գիտեք ինչ, էլի թեմաներ կան, բազմաթիվ թեմաներ կան։ Ես պետքա մի բան արձանագրենք, որ ինքը հայ խաղաղությունը իրադարձություն է,
բայց ինքը առանձին վերցրած մի իրադարձություն չի։ Ինքը գործընթաց է, որտեղ ինքը պետք է անդադ զարգանա։ Ընդ որում ինքը պետք է չկանգնի, որովհետև երբ որ լճացավ խաղաղության գործընթացը, ինքը ռիսկեր է վերելու։ Ինքը պետք է անընդհատ զարգանա, այո, վերածվի եւ տրանսֆորմացվի տնտեսական համագործակցության, տնտեսական հարաբերությունների եւ նաեւ այդ է պատճառը, որ ես ուրախանում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է, որովհետեւ տնտեսությունը իր տրամաբանությունն է վերելու։ Մարդիկ ի վերջո գալու է եւ եկել է այդ պահը, որ ի վերջո երկու կառավարություններին ասելու են թողեք հանգիստ ապրենք։ Հերիքա վերքերը փորել։ Հերիքա անդադ վերքերի վրա աղ լցնել։ Պետք է մի օր ավարտվի այդ ամեն ինչ։ Եվ այդ ժամանակը հիմա է։ Այդ ավարտը արձանագրվել է, ավարտի քաղաքական կամքը արձանագրվել է, եւ պետք չի անընդհատ վերքերը նայում եմ խորհրդակցություն են արել, ասում են վերնագիր տեսամ դա Ղարաբաղյան բանը Ղարաբաղի հարցը լուծված չի։ Հայաստանում ինչ որ քննարկում է տեղի ունենում։ Ինչ որ միտեղ։ Հիմա դա նաև ադրբեջանցիներն են տեսնում եւ հետեւուց դե արի մի կողմից ասում են, որ լսում են, որ մեր ընդդիմությունն ասում Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետություն է, Ադրբեջանն ասում է՝ մի րոպե, այսքան բռնապետություն է, բա ինչի կառավարությունը այդ բաները չի արգելում։ Հա, ուրեմն իրանք թաքնված օրակարգ ունեն, ուրեմն իրականում այդ որ ասում են Ղարաբաղի շարժումը ավարտել, մի կողմից ասում են ավարտել են, մյուս կողմից էլ ասում են գնացեք քննարկումներ արեք եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, մի րոպե, էս ի՞նչ է։ Ադրբեջանի կառավարությունը կամ նախագահի նստավայրը էս ի՞նչ է ֆինանսավորում արևմտյան Ադրբեջանի հետ կապված ինչ-որ միջոցառումներ, խոսույթներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս հարցը պետք է լուծվի։ Այս հարցը երկկողմ պետք է լուծվի եւ մենք մեր ժողովուրդներին հանգիստ ապրելու շանս պետք է տանք։ Այդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, այդ ի՞նչ է նշանակում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ մարդիկ ինձ ասում են, բան արիք, տարակ, բան մի հատ էլ 7000 իրանց թվեր են հորինում 7000 երիտասարդի բանը կյանքը 1000 ներողություն եմ խնդրում իրանք այդպես գլուխը կերակ, բայց որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Ինչ է առաջարկում, այսինքն դա ինչ է նշանակում։ Որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ինչ է լինելու։ Բա ինչի եք մեղադրում, որ բան արինք։ Զոհերի համար ինչի եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Բայց երբ որ իրանք ասում են Հայաստանում կան ուժեր, որոնք ասում են նոր պատերազմ պետք է անի Հայաստանը, Ադրբեջանն ասում է, ուրեմն ռազմական բյուջեները պետք է ավելացնենք, ուրեմն արևմտյան Ադրբեջանի խոսույթ պետք է ворթեգրենք։ Այսինքն այս ամեն ինչը պարզ է, ասենց մանրամասն պետք է բացատրենք։ Ես զերծ էի մնում ասենց բացատրություններից, չնայած հիմա ինչի է զերծ մնում։ Պետք է պարզ թափանցիկ ամեն ինչի մասին խոսալ, որ մարդիկ հասկանան ինչի մասին է։ Նրանք ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չի, նրանք ասում են, որ նոր պատերազմ պետք։ Ընդ որում ոչ թե կանխատեսել, ասում են նոր պատերազմ է պետք։ Նոր պատերազմ է պետք։ Եվ այո, կներեք, եւ այս ֆոնին ես ասում եմ, բա մյուս կողմից էլ ասում են Ղարաբաղը տվեց, արեց, հետո էլ ասում են, բա զոհեր եղավ։ Բա ինչի համար են եղել, դա ինչի արտահայտությունն է, որ մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, ամեն ինչի գնացել ենք, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որ չենք հասկանում, ընդ որում ստեղ բանի խնդիր չի, ստեղ սոցիալ հոգեբանության խնդիր է, եւ այդ սոցիալ հոգեբանություն, այդ իմացածն է, որ մենք այսօր արտահայտում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Այդ ամեն ինչը մեր ձեռք բերած գիտելիքն է, որը մենք ձևակերպել ենք
Այդ իմիջայլոց ասեմ ձեզ, այդ տենց անընդհատ շատ կարևոր է, որ մեր մոտ այդ ավանդույթը չկա, որ մեր պատմական փորձը դարձնենք քաղաքական միտք, քաղաքական ձևակերպում, քաղաքական տեքստ, որպեսզի մենք ի վերջո հասկանանք, լավ, ինչն ենք, ինչը այն չենք անում, որ անընդհատ ողբերգությունների, մակարումների, կոտորածների, ցեղասպանությունների միջով ենք անցնում։ Հիմա մենք այո, մեր նահատակների կյանքի գնով, ժողովուրդ ջան, մենք շանս ենք ստացել փոխել մեր ճակատագիրը։ Մենք շանս ենք ստացել, ասում ենք, չէ, մեզ մի կողմից ասում են անհամատեղելի է։ Մի կողմից մեղադրում են զոհերի մեջ, մի կողմից ասում են նոր զոհեր են պետք։ Խաղաղությունը հաստատված է, Ղարաբաղի հարցն էլ լուծված, բոլոր հարցերն էլ լուծված է։ Ղարաբաղի հարցն էլ լուծված, Ադրբեջանի հարցն էլ լուծված, Հայաստանի հարցն էլ լուծված, տարածաշրջանի հարցն էլ լուծված, տրանսպորտային կապուղիների հարցն էլ լուծված, սահմանների սահմանազատման հարցն էլ լուծված, բոլոր հարցերը լուծված են։ Մնում է մնալ այդ լուծումների շրջանակում, մնում է սադրանքների չտրվել եւ սադրիչ խոսույթներ չորդեգրել։